500,000 դրամից մինչև 1,5 միլիոն դրամ են վճարել այն անձինք, ովքեր ցանկանում են դառնալ падգամավոր կամ դառնալ ՔՊԱ-ական, հետո նոր դառնալ падգամավոր։ Արմլուրայեմը համացանցում արված հրապարակումների մոնիթորինգի արդյունքում առանձնացրել է ՔՊ-ի ցանկում հայտնվելու համար առաջադրված երիտասարդ ՔՊԱ-ականների ցանկը։ Այսպիսով, ինչպես Արմլուրը տեղեկանում է, ՔՊ 2026 թվականի նախընտրական ցուցակում առաջադրվել է 2021 թվականի խորհրդարանական և 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված, սակայն չընտրված Դիանա Ակունցը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակում առաջադրվել է նաև Օվսաննա Խաչատրյանն, ով նախկինում եղել է Երևանի ավագանու նախընտրական ցուցակում։ Առաջադրվել է նաև Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի գլխավոր ծառայող Վահե Մելքումյանը։ Առաջադրվել է նաև ժամային գրաֆիկով Նիկոլ Փաշինյանի գովքը անող Սիրարփի Եգանյանը։ Համամասնական ցուցակում առաջադրվել է Նելի Բավեյանը, ով մասնակցում էր նաև ՔՊ վարչության ընտրություններին, սակայն հավաքելով 144 ձայն, այդպես էլ չընդգրկվեց վարչության կազմում։ Բավեյանը նաև Մալաթիա Սեբաստիա տարածքային կառույցի խորհրդի անդամ է։ Համամասնական ցուցակում ընդգրկվելու համար առաջադրվել է նաև ԱԺ падգամավոր Հայկ Կոնջորյանի հասարակական հիմունքներով օգնական, ԱԺ-ում քաղաքացիական պայմանագիր խմբակցության փորձագետ, իսկ այժմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Բագրատ Վարդանյանը։ Առաջադրվել է նաև Միասնական սոցիալական ծառայության պետի օգնական Անժելա Մաթոսյանը։ Համամասնական ցուցակում առաջադրվել է նաև Փարաքար համայնքի չընտրված և ՔՊ-ի ընտրությունները տապալած Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Ցուցակում հայտնվելու համար առաջադրվել է նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Մալաթիա Սեբաստիա տարածքային կառույցի խորհրդի անդամ, Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Նայիրիի տարածքային կառույցի անդամ Քրիստինե Մանուկյանը ևս առաջադրվել է։ Առաջադրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Չարենցավանի տարածքային կառույցի խորհրդի անդամ, Չարենցավանի ավագանու անդամ, խմբակցության քարտուղար Բաբայան Նարեկը։ Հարկ է նշել նաև, որ ուսումնասիրության արդյունքում արձանագրել ենք, որ Ազգային ժողովի և այլ կառույցներում ՔՊ-ի մասնագետներն ու փորձագետները, որ ոչ մի բանով երբեք աչքի չեն ընկել, ևս առաջադրվել են ցուցակում ընդգրկվելու համար։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ից կուսակցության նախընտրական ցուցակը ձևավորելու մասին հայտնել էր Նիկոլ Փաշինյանը։ ՔՊ ցուցակում հայտնվելու համար պայքարողները պետք է նաև վճարեին առաջադրման համար։ Կուսակցականները 500,000 դրամ, ոչ կուսակցականները 1,5 միլիոն դրամ։